Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Արտադրամաս թափանցելուն չէին խանգարել նույնիսկ բարձր պարիսպները, մտել էր և գողացած ապրանքը վարպետորեն հանել շինության կիսակառույց հատվածով։ Դիմակավորված անձը մուտք էր գործել տուն, որտեղ այդ պահին եղել էր նաև մանկահասակ երեխա, 12 մմ տրամաչափի Չերչիլ տիպի ողորկափող հրացանով ու դանակով սպառնացել էր, պահանջել թանկարժեք զարդեր, գումար։ Մասիսի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը։ Զարմանալին այն էր, թե ինչպես էր կասկածյալին հաջողվել մեծ ու փոքր իրերն անցկացնել առանձնատան բարձր պարսպից այն կողմ, և սա հիմք է տալիս իրավապահներին ենթադրելու, որ նա միայնակ չի գործել։ Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Մասիսի բաժին դիմաց մի քաղաքացի գողության վերաբերյալ հաղորդում տվեց, որ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող իր արտադրամասի տարածք և գողություն արել։ Հանցագործները բավական մեծ վնաս էին պատճառել, թալանելով մոտ 4,5 միլիոն դրամ արժողության գույք, կախովի էլեկտրական ջահեր, սառնարան, հեռուստացույց, կահույք, էլեկտրական սարքեր և շինարարական գործիքներ։ Օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Արգավանդ գյուղի բնակիչ Դավիթ Մինասյանը։ Հետագա գործողությունների ընթացքում բավարար փաստեր ձեռք բերելուց հետո Դավիթ Մինասյանը մեր կողմից հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ բացատրական աշխատանքների արդյունքում տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը։ Հայտնվելով ոստիկանությունում 1996 թվականին ծնված Դավիթ Մինասյանը մանրամասնեց կատարածը։ Բացատրական աշխատանքի արդյունքում էլ շուտով ինքնակամ ներկայացրեց գողոնի մի մասը։ Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 7-ին։ Կասկածյալն ապրում էր արտադրամասի հարևանությամբ և լավ գիտեր տարածքը։ Արտադրամաս թափանցելուն չէին խանգարել նույնիսկ բարձր պարիսպները։ Մտել էր և գողացած ապրանքը վարպետորեն հանել շինության կիսակառույց հատվածով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գողոնի մի մասն առգրավվել և վերադարձվել է սեփականատերերին։ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կասկածներ ունեն, որ Մինասյանը գողությունը կատարելիս մենակ չի եղել։ Շարունակվում են օպերատիվ գործողությունները նրա հնարավոր հանցընկերներին հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ Արմավիրի ոստիկաններին հաջողվեց կասկածյալներին բռնել հենց տեղում, գողոնը գրպաններում։ Իրենց գործընկերոջից ստացած ահազանգին արագ արձագանքելու շնորհիվ նաև հնարավոր եղավ կանխել նույնատիպ նոր գողություններ, բայց կասկածը, որ նախկինում էլի են եղել այդպիսիք, չփարատվեց։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամը 5-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ շրջիկ խմբերը քաղաքի Հանրապետության փողոցում էին։ Ոստիկանների տեսադաշտում էին երկու անձ և փողոցի սրճեպ սարքերը։ Մի քանի րոպե առաջ ոստիկանությունն էր ահազանգել Հանրապետության Շահումյան փողոցների խաչմերուկում գտնվող բանկում ծառայություն կատարող պետական պահպանության գլխավոր վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի աշխատակիցը։ Նկատել էր, որ երկու հոգի բանկի մոտի իրարից 20-30 մետր հեռու սրճեպ սարքերից փորձում են գողություն անել։ Հիշյալ անձինք հայտնաբերվեցին։ Սարքերից մեկի դրամատուփը դեռ նրանցից մեկի ձեռքին էր։ Ոստիկանները շրջափակեցին տեղանքը, փակելով հախուստի հնարավոր ճանապարհները։ Ճիշտ որոշում էր։ Ոստիկաններին նկատելով փորձեցին փախչել։ Հետապնդեցինք նշված անձանց, բռնեցինք և վերման ենթարկեցինք Արմավիրի ոստիկանության բաժին։ Բաժնում ճշտվեց նրանց ինքնությունը։ Երկուսն էլ մայրաքաղաքից էին՝ 1996 թվականին ծնված Էդմոնդ Հովհաննիսյանն ու նախկինում մի քանի անգամ դատապարտված Սամվել Նազարեթյանը։ Խուզարկությամբ Հովհաննիսյանի գրպաններից հայտնաբերվեց մետաղադրամ։ Թիրախ դարձած սարքերը 3-ն էին։ Կողպեքը կոտրել էին լինգով, դրամատուփը բացել հարմարեցված գործիքով։ Առաջին փորձը հաջող էր անցել, երկրորդը ձախողվել, կողպեքը կոտրել չէին կարողացել։ Երրորդից էլ էր հաջողվել մանրադրամը հանել, բայց դրանից հետո ոստիկանների միջամտությամբ ողջ հանցավոր ծրագիրը ձախողվեց։ Ոստիկանները կասկածներ ունեն, որ նրանք նույն եղանակով կարող են գողություններ կատարած լինել հանրապետության այլ շրջաններում և մայրաքաղաքում ևս։ Սամվել Նազարեթյանն ու Էդմոնդ Հովհաննիսյանը ձերբակալված են, գողոնն առգրավված է, քննությունը շարունակվում է։ Հասարակական լուրջ հնչողություն ստացավ օրեր առաջ մայրաքաղաքում գրանցված ավազակային հարձակման դեպքը, որի ամենածանր հետևանքը հարձակվողի մահն էր։ Ներկայացնենք որոշ մանրամասներ։
Դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումն իր անսպասելի հանգուցալուծմամբ շաբաթվա ամենաքննարկվող թեման դարձավ, բերելով բազում ենթադրություններ ու վարկածներ։ Դեպքը կատարվել էր օրը ցերեկով եւ այդ մասին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից։ Վարչությունում հաղորդում էր ստացվել, որ հարձակվել են Բաշինջաղյան փողոցի առանձնատներից մեկի վրա, հնչել են կրակոցներ, վիրավորներ կան։ Ոստիկանության խմբերի հետ մեկտեղ Բաշինջաղյան փողոցում էին նաև շտաբ օգնության մեքենաները։ Վիրավորներին պետք էր անհապաղ օգնություն ցույց տալ։ Իրավապահները փորձագետների մասնակցությամբ ուսումնասիրեցին տան տարածքը, հանգամանքները պարզելու ուղղությամբ սկսեցին ձեռնարկել համապատասխան գործողություններ։ Նախնական տվյալներով զինված եւ դիմակավորված անձը մուտք էր գործել տուն, որտեղ այդ պահին եղել էր նաև մանկահասակ երեխա, 12 մմ դրամաչափի Չերչիլ տիպի ողորկափող հրացանով ու դանակով սպառնացել էր, պահանջել թանկարժեք զարդեր, գումար։ Տան անդամները դիմադրել էին, կրակոցներ էր արձակել նրանց ուղղությամբ, հրազենային վնասվածքներ պատճառել։ Հավանաբար պայքարը թեժ էր եղել, որովհետև դիմադրության ժամանակ դիմակավորը բազմաթիվ կտրած ծակած վերքեր էր ստացել։ Ես հարձակվեցի իրա վրա, քաշքշեցի, ընկավ ձեռքը կրակեց։ Ես ստիպված կասուկ եմ հենա, հասավ էր, որ տեսացեցա, վերցեցի, խփեցի գլխին, տանականից, որ խփուցարից խլեցի, խփեցի։ Զինված հարձակում կատարած տղամարդը, որն ինչպես հետո պարզվեց, Երևանի բնակիչ 1976 թվականին ծնված Գևորգ Սարգսյանն էր, գիտակցության չգալով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացավ։ Նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության գործիք հանդիսացող հրացանը եւ դանակն առգրավված են։ Քննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդեն սովորական է հնչում կիբերհանցագործություն ասվածը։ Այս կիբերացված ժամանակներում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ու թեև այսօր հանցագործությունների ընդհանուր թվում չնչին տոկոս են կազմում սրանք, բայց մասնագետները հորատեսորեն կանխատեսում են, որ հարաբերակցության պատկերը շուտով կփոխվի։ Ու սա մի մարտահրավեր է, որի դիմագրավումն արդեն սկսված է։ Սոցիալական ցանցեր, էլեկտրոնային փոստային ծառայություններ, տեսաձայնային եւ տեքստային նյութերի հրապարակման համակարգեր, հաղորդագրությունների կայքեր, խաղեր, որտեղ մարդը ստեղծում է իր երկրորդ կերպարն ու ապրում իր նախընտրելի կյանքով։ Տուն կառուցում, հագնվում, հանգստանում, միջոցառումներ կազմակերպում, հյուր գնում եւ հյուր ընդունում, մինչեւ անգամ զբաղվում 18+ գործերով։ Այս ամենը 21-րդ դարի մարդը կոչվում է վիրտուալ աշխարհ։ Օգտատերերի քանակը հասնում է հարյուրավոր միլիոնների։ Թեև այդ աշխարհում ամեն ինչ վիրտուալ է, բայց իրական են ժամանակը, ֆինանսները, դրամական հոսքերը, զգացողությունները, իրենց դրական ու բացասական հետևանքներով։ Իրական կյանքի նման վիրտուալ աշխարհն էլ զերծ չէ հանցավոր տարրերից։ Այստեղ կատարվող հանցագործությունները ստացել են համակարգչային կամ կիբերհանցագործություններ անվանումը։ Այս հասկացության տակ թաքնված է հանցագործության երկու տիպ։ Առաջինը հանցագործությունները, որոնք կատարվում են համակարգչային տեղեկատվության դեմ, համակարգչային տեղեկատվությունը համակարգը եւ կոնկրետ համակարգիչը հանդիսանում են հանցագործության օբյեկտ, եւ երկրորդը հանցագործություններ, որոնք կատարվում են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, այսինքն համակարգիչը հանդիսանում է հանցագործության գործիք։ Կիբերհանցագործություններն ունեն անդրազգային բնույթ, սկսվում են մի երկրում, շարունակվում այլ եւ ավարտվում մի երրորդ երկրում կամ երկրներում։ Մի շարք պետություններում պայքարն իրականացվում է մասնագիտացված ստորաբաժանումների կողմից։ 2005 թվականին էր, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության կազմում ստեղծվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը։ Լայն հնարավորություններ են ստեղծվել եւ մենք կարող ենք շուրջօրյա կապ հաստատել ինչպես կիբերհանցագործությունների մասին կոնվենցիայի 24-րդ, այնպես էլ մեծօրյակի ազգային կոնտակտային կետերի, այդ թվում նաեւ ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ երկրների համակարգչային տեխնիկայով կատարվող հանցագործությունների հակազդման թեժ գծերի հետ։
Մասնագետների հավաստմամբ վերջին տարիներին մշակվել են կիբերհանցագործությունների իրականացման նոր մեխանիզմներ, ինչպես եւ ի հայտ են եկել համակարգչային հանցագործությունների նոր տեսակներ, որոնց թիրախը թե ֆիզիկական եւ թե իրավաբանական անձինք են։ Ֆիզիկական անձանց նկատմամբ կատարվող հանցագործություններից ամենատարածվածը այսպես կոչված սիրային ծանրոցն է։ Թիրախները որպես կանոն սոցցանցերում գրանցված կանայք են։ Կապ հաստատելով ՀՀ քաղաքացու հետ եւ ներկայանալով որպես ֆինանսապես ապահովված անձնավորություն, նրանք սկսում են մտերմիկ հարաբերություններ ձևավորել եւ ապա ասում, որ ուղարկում է թանկարժեք ծանրոց, որի մեջ գտնվում են տարբեր թանկարժեք զարդեր, բջջային հեռախոսներ եւ այլն։ Այնուհետև տրամադրում են տեղափոխող կազմակերպության կայքում ծանրոցի ուղարկման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գնացման ծածկագիրը, մոտ 1-2 շաբաթից ՀՀ քաղաքացու հետ կապ են հաստատում որևէ երրորդ երկրից եւ հայտնում, որ ծանրոցը գտնվում է իրենց մաքսային կետում եւ որտեղ կա չհայտարարագրված կամ չապահովագրված իրեր եւ եթե չվճարվի որոշակի գումար, ապա ծանրոցը ենթակա է արգրավման։ ՀՀ քաղաքացին կապ է հաստատում ծանրոցն ուղարկող անձի հետ եւ հայտնում եղելությունը։ Վերջինս պատճառաբանն է, որ գտնվում է օվկիանոսում նավի վրա կամ այնպիսի վայրում, որտեղից հասանելիություն չունի իր ֆինանսական միջոցներին, ՀՀ քաղաքացուն առաջարկում է վճարել, այնուհետև ծանրոցից վերցնել այդ գումարը։ ՀՀ քաղաքացին վստահելով վճարում այդ գումարը, մի քանի փոխանցումներ կատարելուց հետո միայն քաղաքացին հասկանում է, որ հայտնվել է անվերջ ցիկլում եւ դարձել է խարդախության զոհ։ Իրավաբանական անձանց դեպքում էլ հանցագործության գործիքը համակարգիչն է, բայց այլ է հանցագործության մեխանիզմը։ Հանցագործը ստեղծելով Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտի եւ նրա արտասահմանյան գործընկերոջ էլեկտրոնային փոստերի հասցեների նմանակները միջամտում է նրանց նամակագրության մեջ եւ նամակագրությունը վարում է ինքը։ Արդյունքում որոշակի ապրանքի գրման համար ձեռք են բերում համաձայնություն, ինչից հետո հանցագործ կողմը հայաստանյան կողմին է ուղարկում կեղծված հաշիվ ապրանքագիր, որի մեջ նշում է իր բանկային տվյալները։ Հայաստանյան կողմը չկասկածելով, որ նամակագրություն է վարել այլ անձի հետ, հաշիվ ապրանքագրում նշված բանկային հաշվին է փոխանցվում պահանջված գումարը, որի արդյունքում դառնում է խարդախության զոհ։ Վերջին տարիներին կիբերհանցագործություններ են կատարվում բանկային քարտերի տվյալների օգտագործմամբ։ Քարտերի հետ անփույթ վարվելու հետևանքով դրանց տվյալները կարող են հայտնվել այլ անձի մոտ, որն առցանց գնումների կամ այլ էլեկտրոնային վճարման համակարգեր փոխանցելու միջոցով կհափշտակի ձեր փողը։ Արտասահմանում բնակվող ընկերները, բարեկամները ձեռք բերելով օտարերկրյա քաղաքացիների բանկային տվյալները, դրանք փոխանցում են Հայաստան, հետագայում այստեղ օգտագործելով հափշտակում դրանց վրա առկա գումարները։ Կիբերհանցագործությունների տեսակները բազմազան ու բազմաբնույթ են։ Մեր խնդիրն է իրազեկել հանրությանը դրանցից գոնե ամենատարածվածների մասին։ Կիբերհանցագործություն է համարվում մինչև անգամ անհատական էջերի ծածկագրերին տիրանալը, որն արվում է հիմնականում վստահությունը չարաշահելու եղանակով։ Մասնավորապես անհայտ անձը սոցիալական կայքում հանդես գալով որպես ընկեր, տարբեր եղանակներով, օրինակ լայքեր հավաքելու համար խնդրում է անձնական էջի մուտքանունը եւ գաղտնաբառը, որից հետո այդ անձը կապնվում է արդեն իսկ տիրացած էջի մտերիմ ընկերների հետ եւ նույն ճանապարհով խնդրում նրանց մուտքանուններն ու ծածկագրերը։ Նրանք էլ չկասկածելով, որ շփվում են այլ անձի հետ, տրամադրում են իրենց մուտքանունները, գաղտնաբառերը, տվյալները, որի արդյունքում զրկվում են իրենց անհատական էջերին հասանելիությունից։ Վերջին 11 ամիսներին Հայաստանում արձանագրվել է կիբերհանցագործության 62 դեպք, որոնցից մի քանիսին մեր հաղորդումներում անդրադարձել ենք, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվող ձեռքբերումները ցավոք նպաստում են նաև կիբերհանցագործությունների նոր տեսակների ի հայտ գալուն, եւ թող հորետեսական չհնչի, բայց մասնագետների հավաստմամբ ապագայում համակարգչային հանցագործությունների դեպքերի թիվը կաճի։ Տեսանյութը պատրաստելիս կիբերհանցագործությունների դեմ պայքարող ոստիկանները կես կատակ կես լուրջ ասում էին, որ թոշակի տարիքի համակարգչային մասնագետներ, համակարգային ու ցանցային ադմինիստրատորներ չկան, այսինքն հանցագործությունների այս տիրույթը երիտասարդ է եւ օրեցօր զարգանալով թիրախ է դարձնում տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, բայց իրավապահները հավաստում են, որ անում են ամեն ինչ մարտահրավերները դիմագրավելու եւ հանցագործությունները կանխելու ուղղությամբ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցան Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի նախագահության անդամների տարեկան հանդիպումները Հանրապետության բոլոր մարզերի ոստիկանության վետերանների հետ։
Հանդիպումների ընթացքում ոստիկանության պետի խորհրդական վետերանների խորհրդի նախագահ Գրիգոր Աբովյանը ներկայացրել է տարվա կատարված աշխատանքները, նշել, թե ինչ խնդիրներ են դրված վետերանների խորհրդի առջև, անդրադարձել 2016 թվականի ծրագրերին։ Քննարկվել է ոստիկանության պետի որոշման կատարման ընթացքը, որով հանձնարարվել էր հանցավորության դեմ պայքարի գործում բարձրացնել վետերանների դերակատարությունը։ Մի շարք մարզերի վետերանների հետաքրքրում էին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման դրույթները։ Խոսվել է նաև ոստիկանության պոլիկլինիկայի եւ հոսպիտալի ծառայություններից օգտվելու կարգի մասին, քանի որ շատերը ծանոթ չէին Հայաստանի Հանրապետության կառավարության հանրապետության տարածքային պոլիկլինիկաներում բուժման կարգի մասին գործող որոշմանը։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում պաշտոնաթող գնդապետ Բաղիշ Մաթևոսյանի 80-ամյակի կապակցությամբ վետերանների խորհրդի նախագահը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունից Հոբելյարին հանձնել է իրավակարգի ամրապնդման համար մեդալ, որով Մաթևոսյանը պարգևատրվում էր վետերանական կազմակերպության հետ ակտիվ համագործակցելու համար։ Բոլոր հանդիպումներին էլ մասնակցել են ոստիկանության մարզային վարչությունների կամ բաժինների պետերը։ Նրանք իրենց լիազորությունների սահմաններում լուծումներ են տվել մի շարք հարցերի, նաև վետերաններին կոչ արել ավելի ակտիվացնել կապը ոստիկանության հետ։ Ձմռան ամիսներին թեև փոքր-ինչ ավելանում են ճանապարհատրանսպորտային թեթև պատահարները, բայց նվազում են մարմնական վնասվածքներով ու մահերով դեպքերը։ Պատճառը բոլորովին էլ վարորդների հմտությունը չէ։ Չկան ամառային երթևեկի արագությունները, հարբած հովեկների անտրամաբանական մանևրները, մարդիկ ավելի զգուշ են, ոմանք ընդհանրապես մեքենա չեն վարում ձմռան ամիսներին, իսկ հմտությունները այնուամենայնիվ պետք են, քանի որ ձմռանը ձյան ու սառույցի պայմաններում մեքենա վարելը երբեմն ենթադրում է բոլորովին այլ տրամաբանություն։ Oh, the weather outside is frightful, but the fire is so delightful. And since we've no Ձմեռ եղանակն առաջին հայացքից ասոցացվում է ցրտի, ձյան, նաև տոնական տրամադրության հետ, բայց ձմեռ ունի նաև դրսևորումներ, որոնց հանդեպ պետք է լրացուցիչ ուշադրություն, տոնական օրերին իսկապես տոնական տրամադրություն ունենալու համար։ Let it snow, let it snow. Գաղտնիք չէ, որ ձմռանը ավելի հաճախ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, գլխավոր պատճառներից մեկն էլ իհարկե ձյունն է։ Կան վարորդներ, որոնք ձմռանն ընդառաջ ձեռնարկում են մեքենան այդ եղանակին նախապատրաստելու գործընթացը, վարորդներ էլ կան, որոնց համար կլոր տարին ամառ է։ Ձմռանը առաջին հերթին անհրաժեշտ է փոխել անվադողերը, անցնելով ձմեռային ռեժիմի։ Մասնագետները նշում են, որ անվադողերը պետք է փոխել +7 ջերմաստիճանի դեպքում։ When we finally kiss goodnight. Ձմեռային անվադողեր բոլորին հայտնի է կա երկու տեսակի, ֆրիկցիոն կամ լիպուշկա, ինչպես մենք ենք սովորացել, եւ այդ մեխերով, շիպերով անվադողերը։ Դա ճանակընկալներից խուսափելու համար խորհուրդ եմ տալի վարորդներին, ովքեր հաճախ են մեկնում շրջաններ, փոխել անվադողերը շիպավոր անվադողերի։ Մնացած վարորդները այսօր արդեն իսկ կան բավականին լավ տեխնոլոգիաներով պատրաստված լուրջ ձմեռային անվադողեր, ֆրիկցիոն անվադողերը կամ ինչպես մենք ենք ասում լիպուշկաները, փոխել նման անվադողեր։ Կան վարորդներ, որոնք իրենց նստարանը չափից շատ են իջեցնում։ Կարելի ասել մեքենան վարում են հորիզոնական դիրքով։ Սա շատ վտանգավոր է, մանավանդ ձմռանը։ Ոմանց գուցե անսովոր թվա, բայց մեքենա ճիշտ նստելու եւ վարելու կանոններ էլ կան։ Ղեկանիվը պետք է վերցնել ժամ սլաքի 10-10 ուղղությամբ եւ մեկ ձեռքը պտտել 12-ի ուղղությամբ։ Երբ որ պտտում ենք 12-ի ուղղությամբ, թևը պիտի լինի ուղղված եւ ուսերը հպած լինեն նաև ոտքերը, մոտ այս բացվածքը դեպքում կլինի 110 աստիճան եւ այս դեպքում կարելի է արդեն ռեկով ակտիվ աշխատել։ Կարևոր է նաև մեքենան ճիշտ տեղից շարժելը։ Արգելվում է կտրուկ որևէ գործողություն, այլապես անիրները կպտտվեն ձյան վրա, իսկ մեքենան կմնա տեղում։ Let it snow, let it snow and snow. Երթևեկության ժամանակ էլ արգելվում են կտրուկ շարժումները։ Ամեն ինչ պետք է անել հնարավորինս սահուն, վարել թույլատրված արագությունից էլ դանդաղ։ Կարևոր է նաև դիմացինի եւ ձեր մեքենայի հեռավորությունը, պահպանեք տարածություն։ Արգելակելու դեպքում հետևի մեքենայի վարորդը կտեսնի արգելակման կարմիր լույսերը, ինչը նրան կստիպի նույնպես արգելակել եւ զերծ մնալ բախումից։
Երևի բոլորս էլ ունենք որևէ ծանոթ կամ ընկեր, որը մեքենան չափազանց կտրուկ է արգելակում։ Կտրուկ արգելակել առհասարակ չի կարելի, եթե իհարկե վթարային իրավիճակ չէ։ Իսկ մեքենան ձյան վրա կտրուկ արգելակել նշանակում է պարզապես չարգելակել, որովհետև այն հազիվ թե կկանգնի մոտ տարածության վրա։ Մեքենան արգելակելուց պետք է արգելակել շատ սահուն, մի քանի անգամ նման արգելակելով եւ կառավարումը չենք կորցնի եւ մեքենան կարող ենք ավելի կարճ ժամանակում կանգնեցնել։ Վերջում դիմենք ձյան վրա տարբեր հնարքների սիրահարներին, զերծ մնացեք ցանկացած վայրում ձյան վրա պտույտներ կամ այլ հնարքներ կատարելուց, դա ոչ միայն կասկածի տակ կդնի մեքենայի սարքինությունը, այլև կարող է ավարտվել ողբերգությամբ։ Սիրելի վարորդներ, մեքենան վարեք սթափ, մի գերազանցեք սահմանված արագությունը, պահպանեք երթևեկության կանոնները եւ եղեք չափազանց ուշադիր, արդեն ձմեռ է։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։